Տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանին, Տիկին Մինասյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ 29 հասարակական կազմակերպություններ եւ քաղաքասարակության ներկայացուցիչներ արձանագրում են, որ Հայաստանի օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները շարունակում են միջամտել եկեղեցու գործունեության ինքնավարությանը եւ ազատությանը, խախտելով սահմանադրությունը, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքը, կրոնի կամ համոզմունքի ազատության միջազգային նորմերը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, նաեւ խստորեն դատապարտում են ուժային կառույցների, այդ թվում ազգային անվտանգության ծառայության կողմից եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նախ Տիկին Մինասյան, ինչ եք միջամտում եկեղեցու ներքին գործերին եւ երկրորդ, արդյոք այդքան վտանգավոր են եկեղեցու բարձրաստիճան հոգեվորականները պետության անվտանգության տեսանկյունից։ Չենք միջամտում, երկրորդը մի հատ հարց է, 29 հասարակական կազմակերպություններ, շուտ նախաձեռնություններ, անունները գիտեք իրենց լսել եք որևիցե գործնությամբ, ծավալվող գործնությամբ, նկատում հասարակական, քաղաքացիական իրավունքների Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Երևանի մամուլի ակումբ, հանրային լրագրության ակումբ, Երևանի մամուլի ակումբ, այո, հետաքրքիր է, չգիտեի, որ իրենք էլ են միացել այս հայտարարությանը ու կոչ են անում դադարեցնել ինչը։ Դատապարտում են օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչների եկեղեցու գործերին միջամտելը, դա համարելով ոչ միայն սահմանադրության, նաեւ համապատասխան օրենքի խախտում։ Ինչ է նշանակում եկեղեցու գործերի մեջ միջամտել, ինչպես ենք միջամտում, շատ հետաքրքիր է եւ կարեւոր է հասկանալ սահմանադրության խախտում տեղ որն է։ Եթե իրենք նկատի ունենեն, որ սահմանադրության մեջ գրված է հստակ եկեղեցին անջատ է պետությունից, օրինակ ինչի եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին այս 3 տարվա ընթացքում այս նույն հասարակական կազմակերպությունները կոչ չէին անում, որ դուրս գա քաղաքականությունից։ Օրինակ այդ երկակին ստանդարտները ես չեմ ընդունում, էլի։ Եթե մի բանը դատապարտում ես, դատապարտի նաև մյուս կողմին։ Ու մանավանդ այն դեպքում, երբ շատ անընդունելի ձևով էր արվում այդ միջամտությունը։ Այսինքն այս 3 տարվա ընթացքում մենք չենք նկատել, որ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ, մենք աչքներս կապում ենք, լռում ենք դրա մասին, բայց երբ գործող իշխանությունը արժանի հակահարված չասեմ, բայց իրեն ենթադրվող պարտականությունն է կատարում, այն որ եկեղեցին պետք է լինի ոչ միայն անջատ պետությունից, այլ նաև անջատ այլ պետություններից։ Երբ հստակ գիտենք, տեսնում ենք, որ նույն քաղաքականությունն են վարում, նույն ուղղվածություն ունեն ինչ-որ ընդդիմադիր որոշակի ուժեր, երբ հստակ գիտենք, որ փորձում են տորպեդահարել խաղաղության գործընթացը, երբ հստակ գիտենք, որ եկեղեցիների ներսում քաղաքական քարոզ են իրականացնում, տեսանյութերը հրապարակված են, թե ինչպես են թեմի առաջնորդները պատարակների ժամանակ քաղաքական քարոզ կատարում, ել չասեմ են բարքերի մասին, էլի, այդ բիզնեսմենի ոճով եկեղեցին կառավարելու, որոշակի ավտորիտար ռեժիմ ստեղծելով, որ եկեղեցականը ուզում է ազատ խոսք ասել, նրան կարգալուծեն անում, որը իրենց հաճո խոսք չի ասում, խաղաղությունն է օրհնում, իրան նզովում են։ Ուզում հասկանալ այս ամեն ինչի մենք չենք տեսել, չենք բանանում, բանի տեղ չենք դնում, լռում ենք դրա մասին։ Այդ ամեր հասարակության ցանկությունը, որպեսի այն թեմաները, որոնք որ բոլորիս են առնչվում, բոլորիս քաղաքականությունից դուրս են անգամ, բայց այս դեպքում քաղաքականության ներսում են անգամ, մենք պետք է աչքներս կապենք, ասենք չէ, լռենք ու ընդհանրապես չզբաղվենք դրանով։ Դա է մեր ցանկությունը։ Ես կարծում եմ, որ ի սկզբանե երբ այս գործընթացը սկսվեց, մենք շատ մեծ բան ունեինք, էլի, մտավախություն ունեինք, որտեղ շատ նրբազգաց թեմա է, յուրաքանչյուրի համար sense նուրբ լարերին դիպչող թեմա է։ Երբ ամեն ինչ գնալով խորացավ եւ տեսնում են մարդիկ ինչպես են եկեղեցականները նզովում, երբ տեսնում են ինչպես են խոսում, ինչ բարքերի են տիրապետում, այսինքն առօրեական մարդիկ շփվել են դրա հետ։ Եվ բոլորը միաբերան բարձրացնում են, որ այո, այս ովքեր են, այս ինչա կատարվում, պետքա փոխել, պետքա բարեփոխել։
մենք չենք խառնվում, մենք ասում ենք եկեղեցական ժողովը ինքնուրույն պետք է իր կանոնակարգը Բայց ընդունի, վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, կանոնակարգ որի մեջ եկեղեցու գործերի մեջ խառնվելու կետ չկա։ Կա հստակ քարտեզ, թե ինչպես է պատկերացնում վարչապետը եկեղեցու բարենորոգման գործընթացը, որը որ չի վերաբերվում հավատքին, կրոնին, չի վերաբերվում հոգևոր աշխարհին, այսինքն աշխարհիկ կյանքը չի մտնում այդտեղ հոգևոր աշխարհի մեջ, այլ վերաբերվում է հստակ կառուցակարգերի, որը գործում է եկեղեցի պետություն հարաբերակցության մեջ, նաև կաթողիկոսի տեղապահի ընտրության կարգներ հրապարակել, հարկային դաշտի մասին էր խոսել, թե ինչպես է ինքը պատկերացնում դա, որովհետև մենք գիտենք, որ Կտրիչ Ներսիսյանը ամբողջ հայ ազգի համար այլևս չի համարվում կաթողիկոս։ Ժորժ ջան, եկեք մոռանանք, էլի մի հատ ընդդիմություն, իշխանություն ունես, այս խոսույթները մոռանանք։ Մենք ընդունում ենք, որ հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը պետք է լինի հայ ժողովրդին ներկայացնող անհատ։ Ընդունում ենք, չէ՞ դա։ Մենք պետք է լսենք իրենից, չեմ ասում ընտրության կարգով պետք է 3 միլիոն քաղաքացի կամ 10 միլիոն հայ իրան ընտրի, դրա մասին չի խոսք, այլ գոնե մեծամասնությունը նրա խոսքը ընկալի որպես հայրական հորդոր, հարգանք, պատիվ, արժանապատվություն ունենա այդ մարդը հայ ժողովրդի մոտ։ Մենք տեսնում ենք, որ հիմա չունի այդ մարդը դա։ Մենք դրա վրա աչք փակենք, ասենք նորմալ է, ոչինչ, թող երեխա ունեցող կանոնակարգը խախտած ուխտազանց մեկը մեր եկեղեցին կառավարի ավտորիտար ռեժիմով, դա է մեր ցանկությունը։ Այս հասարակական կազմակերպությունը ես այդ հարցն եմ ուզում ուղղել։ Թե թողնենք, որ ասում են թողեք ինքնուրույն պետք է կարգավորվեն, թողում ենք, ով ձայնը բարձրացնում, հեռացնում են։ Ասում են կոմպրոմատների ազդեցության տակ են նրանք ձայն բարձրացրել բոլորի վրա էլ վստահաբար այսինքն երբ որ քահանաներ էին, Տեր Արամներ, Տեր Թադեներ, Տեր Աղաններ, դա անգամ 2 տարի առաջ ձայն բարձրացրել, մենք դրա մասին չէինք էլ իմացել, որ ասել էր ինձ ցույցերի զորով մի ուղարկեք, հարազատ մորս, որը որդի է ուղարկել, ցույցերի մի ուղարկեք, այդ մարդուն կարգալուծ էին արել։ Այդ էլ մեր գործամ ձեռամբ չէր, այսինքն մենք էինք ստիպել Տեր Աղանին նման ձայն բարձրացնել 2 տարի առաջ կամ 1 տարի առաջ։ Դա այսինքն այդ թեզը կոմպրոմատներ, արքեպիսկոպոսներ կան, որ լսում ես այդ մարդկանց խոսքը, հասկանալի որ այս մարդիկ հոգևոր աշխարհի մասին են, ոչ թե քաղաքականության կամ բիզնեսի, ինչպես Կտրիչ Ներսիսյանն է ու շրջակա միջավայրը։ Այսինքն մարդը, որ խաղաղությունն է օրհնում, Էստոնիայի թեմի առաջնորդը ասում է ողջունում է, որ Հայաստանի Հանրապետությունը բռնել է Եվրամիության ուղին, պետք է Կտրիչ Ներսիսյանը մի ամբողջ մայրաթորի անունից, ուզուրպացրած մայրաթորի անունից հանդես գա հայտարարությամբ, որ դա չի արտահայտում եկեղեցու կարծիքը։ Ինչու չի արտահայտում։ Խաղաղությունը չի արտահայտում եկեղեցու կարծիքը։ Հետաքրքիրը գիտեք, որն է այս ամենի մեջ, որ Արցախի թեմի առաջնորդին էլ արդեն դավաճան ու Արցախուրաց են համարում։ Ինչի միայն Արցախի թեմի, ով նրանց հաճո չի, նրանք դավաճան են համարում։ Երբ սկզբում խոսում էինք կոնկրետ խնդիրներից, խնդիրները թողած խոսում էին, որ եկեղեցու դեմ արշավ է կազմակերպել այս իշխանությունը։ Հիմա եկեղեցու դեմ իրանք են արշավ կազմակերպել։ Իրանք ներսից քանդում են եկեղեցին, ընդհանրապես նրա համար, որ մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում, արդար քննություն են ուզում։ Այս արքեպիսկոպոսների անջատումը ինչի տեղի ունեցավ, որտեղ մարդիկ հստակ պահանջ էին բարձրացրել Կտրիչ Ներսիսյանի առաջ, այնպես որ հետաքննությունը հանձնախումբը պետք է քննի Արշակ Խաչատրյանի տեսանյութը հրապարակված կամ նրա գործելավոճը, այդ հանձնախմբի աշխատանքները փակվեցին, պարտակվեցին, այս մարդիկ էլ ասին, դա որտեղ արդարությունը տեղ։ Տիկին Մինասյան, եթե կներեք էլի, եթե մեկը կհակադրվի այս բոլորին, այս ամբողջին ինչը տեղի է ունենում, այսինքն ես հերթականությամբ թվեցի ինչա կատարվում։ Ես նրա հետ կբանավիճեմ բովանդակային, բայց եթե մեկը ձևի հետ է դժգոհում, ձևի մասին է դժգոհում, թե ինչպես կարող է օրինակ իշխանությունները խառնվեն կամ չգիտեմ, խառնվեն եկեղեցու գործերին, այստեղ եկեղեցու գործերին չեն խառնվում։ Ես կարծում եմ, որ մեր եկեղեցիները կառույցների նկատի ունեմ, պետք է դռները բաց լինեն բոլոր քրիստոնյաների առաջ, բոլոր հավատացյալների համար։ Ինչ իրավունքով են դռներ փակում եւ հեռանում։ Ովքեր են իրանք, որ եկեղեցու դուռ փակեն, դա իրենց հոր տունը չի։ Եվ դա անթույլատրելի եմ համարում, եւ ես կարծում եմ, որ այս նույն հասարակական կազմակերպությունները թե պետքա դատապարտեին այդ ամբողջ թեմի քահանաներին, ասեին դուք ով եք, դուք ինչ իրավունք ունեք եկեղեցու դուռ փակեք։ Դուք ընդհանրապես այնտեղ տեղապահ եք։ Այդ ձեր տունը չի, այդ Աստծո տունն է։
Այդ ինչ իրավունք ունեք, էլ այդ ոնց եք ձեզ վրա վերցրել այդքան։ Ես ուղղակի կարծում եմ, որ այս բովանդակային կետերի հետ ոչ մեկ չի կարող բանավիճել։ Անհերքելի փաստեր են։ Տիկին Մինասյան, կաթողիկոսը բացի ուխտադրուժ լինելուց, փաստորեն նրա հասցեին կա եւս մեկ մեղադրանք, Հայաստանի վարչապետը շատ ուղիղ խորհրդարանում հայտարարեց, որ նա ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ավագ լեյտենանտներին։ Վարչապետը մի փոքր այլ ձևակերպմամբ ասեց եւ կոնկրետ զեկուցման մասին Կտրիչ Ներսյանի մասին չէր խոսք ասեց, եթե ասած մեզ պետք չի կաթողիկոս, որը ինձ կենթարկվի, մեզ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա։ Հիմա սա չի նշանակում, որ մեր կաթողիկոսին է ուղղված մեղադրանք, այսինքն Սա կոնկրետ, այո, որ չի ենթարկվի օտարերկրյա ծառայությանը, ես կարծում եմ, որ Ոստեղ մի մեղադրանք չի նաև, ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսյանը այդ փաստերին շատ լավ ծանոթ է։ Կտրիչ Ներսյանը չի հեռանում, որովհետև նա չի իր ցանկությունների եւ գործողությունների տերը, նրա տերերը պետք է նրան թույլ տան, որպես ինքը ինչ-որ գործողություն անի։ Եվ այդ ամենը նաև եկեք մի քիչ հանրամատչելի բացատրեմ, էլի, եթե ասենք դնենք իրավական գործընթացը տեղ իրավական մասը, որը պետք է պատասխանեն իրավապահները, ակնկալում ենք առնվազն իրավական գործընթաց, որը պետք է պատասխանեն դրան իրավապահները, ես դրա հետ առնչություն չունեմ, չեմ մեկնաբանի։ Եկեք հասկանանք, էլի, մեր ընդդիմությունը, որ ասում եմ ընդդիմությունը նկատի ունեմ ժողովրդավար առողջ ուժերին, որոնք կան, գործում են եւ շեշտ եք, որովհետեւ դա կարեւոր է։ Չէ, շատ կարեւոր է, ես ասում խորհրդանական ընդդիմությունը եւ նրանցից ծնված ելուստները, որը ամեն օր նորը մի հատը ի հայտ է գալիս, շատ հստակ թեզեր ունեն։ Այդ հստակ թեզերը երբևիցե ուղղված չեն ներպետական խնդիրներին։ Մենք չենք լսել նրանցից, որ օրինակ խոսեն, հա, այտենց օթում բառեր են ասում, ուժեղ բանակ ունենանք, ազգային պետություն ստեղծենք, այդ կենացների մասին է խոսքը, էլի։ Իսկ արտաքին քաղաքականության գործում մշտապես ուզում են մեկ կենտրոնից կախվածություն, Լեռնային Ղարաբաղի թեմայով կոնֆլիկտի հարատևում եւ ըստ դրա այդ կոնֆլիկտի ցավը ողբերգությունը անդադ շահարկել եւ մեղադրել իշխանություններին որևիցե գործողություն չանելու մեջ անընդմեջ դիվերսիֆիկացիային դեմ գնալ, տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին եմ խոսում, որ եթե մի բանը առնում ես մի երկրից, իրենք դեմ են դրան, պետք է անդադ կախված լինես այդ մի երկրից, եթե հանկարծ ուրիշ երկրից փորձես առնես Ղազախականցորեն դες օրինակ, հիմա վերջերս խոսակցություն են գնում ադրբեջանական նավթի մասին, նրանք դեմ են ցանկացած այլ տեղից, որից է տնտեսական համագործակցության։ Այս ամեն ինչին մշտապես զուգորդվել է այսպես կոչված մայրաթորի հայտարարությունները։ Ինչի եմ ասում այսպես կոչված, որտեղ մայրաթորը իմ համար իմ հայ-առաքելական եկեղեցու գլուխն է, իսկ այս պահին նա ուզուրպացված է Կտրիչ Ներսյանի կողմից։ Եթե այդ հայտարարությունները չլինեին նույնական, Եթե օրինակ ՀՀԴ Գերագույն մարմնի 135-ամյակին նվիրված արքեպիսկոպոսներ չգնային կամ սրբազաններ չգնային օրհնելու այդ process-ը, եթե անընդհատ մի ուժի եւ մի քանի ուժի հարող ակցիաներին չմասնակցեին, եթե նրանց քաղաքական խոսքը, որտեղ նրանք քաղաքական խոսք են ասում, ամբողջությամբ նույնական չլիներ մեր գործընկեր պետության Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խոսնակի հետ, ես կասեի լավ, ես սխալվում եմ։ Բայց ինչպես է ստացվում, որ այս 5 տարին էլ հրաժարականի պահանջից սկսած մինչև ցանկացած գործընթացի վերաբերյալ կարծիք, սահմանազատման վերաբերյալ մայրաթորը հայտարարություն է տարածում, տավուշից գյուղեր եք հանձնում։ Ացնդել եք։ Հələ որ քաղաքական ուժերն են դա մանիպուլացնում, ես հասկանում եմ, բայց եկեղեցին ինչ գործ ունի, կամ լավ գործ ունի, հայրենակիցներին մեր հետաքրքիր էր, ո՞նց ես կարողանում տենց սուտ ասել։ Ո՞վ է ձեզ թույլ տվել։ Այդ թեզերը չի գրվում Հայաստանում, հարգելիներս։ Մենք դա տեսնում ենք հստակ։ Գրվում է Ռուսաստանում, որի հետ էլ իշխանությունը համագործակցում է Տիկին Մինասյան։ Աշխատում է կարևոր է։ Իշխանությունը աշխատում է ամեն դեպքում ոչ մի կապ կտրված չէ։ Իհարկե, ինչի մեր դեմ աշխատող պետության հետ որևէ կապ կտրված չէ։ Մեր դեմ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունն է աշխատում, որոշակի, բայց մեր դեմ նկատի ունեմ իշխանությունների դեմ, էլի։ Շատ այլ երկրներ էլ կարող են ունենալ ցանկություններ Հայաստանի դաշտում, Հայաստանի ներքաղաքական դաշտում ազդեցություն ունենալ եւ մենք պետք է այդ երկրների հետ ճշտամանք ունենանք, ոչ։ Մենք պետք է համագործակցենք յուրաքանչյուր երկրի հետ մեր պետական շահից բխող։
մեզ պետական շահը բխում է, որ մենք տնտեսական համագործակցություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Մեր միշտ պետական պայմանագրերը պնդում են, որ մենք այո ունենք որոշակի պարտավորություններ միմյանց հանդեպ, ոչ միայն Հայաստան-Ռուսաստանի հանդեպ։ Մենք շարունակում ենք այդ պարտավորությունները Չէ, այստեղ հարցը այն մասին է, ինչու եք նեղանում, եթե նրանք Ռուսաստանի հետ խոսույթի առումով թեկուզ նույնական են։ Ինչու նեղանալ, եթե չեմ նեղանում, ասում եմ, իմ պետական շահից չի բխում դա։ Ես հստակ մանրակրկիտ բացատրում եմ, որ եթե մի կենտրոնից է կախվածությունը եւ անընդմեջ բոլոր մեր ենթակառուցվածքները եղել են այդ մի կենտրոնի ձեռքում, մենք տեսել ենք 20 թվականին ինչա տեղի ունեցել, 22 թվականին, 23 թվականին ինչա տեղի ունեցել, հələ դեռ Լեռնային Ղարաբաղի հետ ինչ էր տեղի ունենում, ասում էին մենք մանդատ չունենք այնտեղ խառնվելու։ 22 թվականին հո Հայաստանի Հանրապետության սահմանի հետ տեղի ունեցավ։ Այսինքն այս մարդկանց հետ միակ զենքի գումար էինք ուղարկում, զենքը չէին տալիս։ Այնքան ներքին խմորումներ են տեղի ունեցել, ինձ թվում է արդեն բոլորը հայտնի են ժողովրդին, այսինքն մենք ինչ որ թաքուն բան չկա, բայց այդ ամենից զատ մենք գիտենք, որ այո, մենք ունենք տնտեսական համագործակցության սերտ կապեր, մենք ունենք տնտեսական համագործակցության սերտ կապեր նաև այլ երկրների հետ, որոնց հետ խորացնում ենք եւ մենք կարծում ենք, որ մեր ռազմավարական գործընկերները պետք է մեկը չլինի, պետք է մի քանիսը լինի։ Հիմա սա հստակ ապացուցված փորձարկված թեզա, որին հերքելը, որին հակադրվել է անիմաստ է։ Որ չես կարող էլի ասենք պրիմիտիվ տրամաբանությունը։ Եթե մյուս կողմն ենք նայում ինչ են ասում, ասում են չէ մենակ մեկի հետ ենք ուզում աշխատենք, որտեվ հանկարծ այդ մեկը չջղայնանա։ Որն է մեզ օգուտ, թող ժողովուրդը որոշի։ Իսկ մենք կարծում ենք, որ պետական շահից բխող իրականությունը ժողովուրդը տեսել է եւ հաշտ է դրա հետ։ Այ ընդդիմությունը եւ որոշակի եկեղեցականներ, որոնք գտնվում են եկեղեցու վերնախավում, նրանք անընդհատ կրկնում են նույն թեզերը, ոչ թե իրանք են տենց մտածում, այլ իրանք ասում են, որ իրանք տենց մտածեն, տարբերություն դրանում է։ Դա նշանակում է Տիկին Մինասյան, դուք էլ ասացիք, որ թույլ չեն տալու կաթողիկոսին հեռանալ։ Եվ այս դեպքում, այսինքն այս արճակատումը բավականին երկար է ձգվելու։ Սա Հայաստանի Հանրապետությունն է եւ ոչ մի օտար ուժ չի կարող ստեղ թելադրել իր ցանկությունները կամ իր քաղաքականությունը։ Ոչ իր սատելիտներով ընդդիմադիր ուժերի, ոչ էլ եկեղեցականներով բացառվում է հայ ժողովրդին ապատկանում։ Այսինքն վաղ թե ուշ այդ կաթողիկոսի փոփոխությունը մենք տեսնելու ենք։ Միանշանակ գտեն գնալու է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։
Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Իսկ հնարավոր էր այնպես անել, որպեսզի այս հոգևորականություն, իշխանություն արճակատումը այսպես հրապարակային չլիներ, որովհետև շատ քաղաքացիներ, այդ թվում այս հանրային պարակտվածությունը չեն համարում երկրի շահերից բխող։ Մենք էլ չենք համարում, բայց այդ դեպքում, երբ մենք գնում էինք երկխոսության, հրաժարականի պահանջներ էր հնչում միայն։ Այսինքն այստեղ միակողմանի չպետք է նայել այդ գործընթացին, եւ ամենակարևորը մեր հասարակությունը մշտապես վախեցել է այդ դոգմատիկ իրականությունից, փակ սիստեմներից խոսալու, խնդիրները բարձրացնելու, որտեղ այո, մենք տարիներ շարունակ մտածել ենք, օրինակ մեր բանակը մեր սրբությունն է։ Բանակի վերաբերյալ կամ որևիցե գեներալի վերաբերյալ որևիցե վատ բան չի կարելի ասել, որովհետև մեր սրբությունն է։ Ու այդ փակ սիստեմի արդյունքում նրանք լճանում են, եւ այդ լճանալը բերում է նաեւ մեր հասարակության որոշ շերտերի պարակտ ներքին։ Հիմա եթե բոլորը դրա մասին գիտեն, դրա մասին խոսելը, ինչ խնդիր է։ Ես կարծում եմ, որ հակառակը խնդիրները բարձրացնելով էս խնդիրները լուծում։ Եվ նորից եմ կրկնում, այն տարիների ընթացքում ինչ տեսել է մեր ժողովրդի քահանաների եկեղեցականների կողմից, որոշ, ես ուզում եմ անընդհատ շեշտել, մենք ունենք ոսկյա մարդիկ, մենք ունենք ուղղակի քահանաներ, որոնց հետ խոսում ես, ամբողջ ցավերդ անցնում են, հոգիդ մաքրվում է ու հասկանում ես, որ իրապես հոգևոր մարդու հետ ես առնչվում։ Որոշ քահանաներ էլ, որոնք որ հիմնականում բարձր պաշտոններ են զբաղեցնում, հակառակն այդ մարդկանց հետ խոսում ես, մենակ բիզնեսից են խոսում։ Ոչ մի հոգևոր արժեք չկա։ Քաղաքական խոսքը, նզովքը, անեծքը, չարախոսությունը։ Ես քրիստոնեության մեջ այդ ամենը իրար հետ չեմ համադրում։ Այստեղ կա նաև հանրային պատասխանատվություն այդ իրավիճակի համար, ինչ որ առումով դուք այդպես չեք կարծում, այսինքն մեր հասարակությունը հանդուրժել է հոգևորականի նման կերպարների։ Մեր հասարակությունը շատ բաներ կարող է հանդուրժել, մտածելով, որ իր գործը չի։ Քաղաքական էլիտան դրա համար է, քաղաքական հասարակությունը դրա համար է, որպեսզի այդ հասարակության ձայնը, այդ հասարակության խնդիրները վեր հանի, բարձրացնի եւ փորձի լուծել։ Եվ ես չեմ կարծում, որ մեկ քաղաքացին պատրաստ էր արշավներ տեղի են ունեցել 18-ին էլ մեր հետ էին կապում այդ արշավները, բայց մենք ընդհանրապես կապ չունենք եւ հակառակը փակեցինք այդ թեման, ընդհանրապես ասացինք կարծում ենք, որ եկեղեցին ինքը պետք է իր հարցերը, ներքին հարցերը լուծի։ Այսինքն այդ տեղեկատվությունը բաց է եղել։ Մենք ունենք գիտնականներ, որոնք որ ժամերով հասուլիսներ, հարցազրույցներ են տվել եկեղեցու խնդիրների մասին։ Մտավորականություն ունենք, որ խոսել է ժամանակին, բայց այդ հարցը համակարգային լուծում չի ստացել, որովհետև ասում եմ, մարդիկ ուզուրպացրել են եկեղեցին եւ մեկ քաղաքական ուժի շահեր են պաշտպանում։ Մեկ ասելով այդ ընդհանուր ընդդիմադիր էլի ներողություն։ Քանի որ դուք ունեք շփումներ, ինձ հետաքրքիր է միջազգային գործընկերների արձագանքն ինչպիսին է այս ամենին, որովհետև ներսում ձեր ասած այդ խմբակցությունները նաև լսումներ իրականացրեցին քաղբանտարկյալների հարցով, վստահաբար երևի ակնկալելով, որ միջազգային գործընկերները կլսեն, կտեսնեն, որ իսկապես այստեղ քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում եւ բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ Ինչ արձագանք ունեք, առհասարակ իրենք հետևում են, եթե հետևում են, ինչ գնահատական ունեն կամ ունեն մտահոգություններ, որոնցով ձեր հետ կիսվում են կամ դրանց մասին ձեզ հայտնում են։ Մշտապես մեր միջազգային գործընկերների հետ խոսում ենք, որտեղ մեդիան նենց բան է, որ իրենք տեղեկատվություն ստանում են մեդիայից, կարող է աղճատված իրականություն տեսնեն, բայց մի հետաքրքիր դրվագ պատմեմ, ես այս մեկ ամիս է անդադ գործողումների մեջ էի տարբեր երկրներում ու մարդիկ գիտեն, որ հետսովետական պետություններում
որտեղ որ նախընտրական տարի է եղել, որտեղ որ արևմտյան իշխանություններ կան կամ ուզում են գնան Եվրոմիության այդ իշխանությունները կամ Եվրոմիության անդամ երկրներ են, ռուսական ազդեցության ուժերը նաև օգտագործել են եկեղեցին։ Այդ հանրային չի մեր մոտ չեն խոսում դրա մասին, բայց կարող եք ուղղակի որոնողական համակարգերում որոնել հետևյալ բառեր, օրինակ Ուկրաինա, Մոլդովա, Ռումինիա, բոլոր երկրներում օգտագործվել է եկեղեցականները։ Եթե նաև մեր հանրությունը չի նայել Միքայել Աճապահյանը, որ այժմ բանտում է, մի հարցազրույց էր տվել ու նրան հարց են տալիս հարցազրույցավարը ասում են, որ KGB-ի գործակալները ներդրվել են սովետի ժամանակ եկեղեցու մեջ, եկեղեցականների մեջ, ասում է, այո, եղել է նման բան, երբ որ այսինքն սովետի ժամանակ կրոն չի եղել, դրանից հետո երբ եկեղեցին թույլ է տրվել է, օգտագործվել է եկեղեցին, որպեսզի հասարակություններին իրենց ուզածը մատուցեն եկեղեցականների միջոցով։ Ասում է, բայց մեր եկեղեցականները գնացել են KGB, շատ կոպիտ բառ ասեմ, որ մեր ժողովուրդ հասկանա, դվայնոյ ագենտ են խաղացել, էլի։ Իսկն մեր հակառակը բերել են այստեղ իրանք էլ են ագենտ դարել։ Այսինքն մարդիկ փաստացի ընդունում են այդ ամեն ինչը։ Այստեղ ոչ մի իրականության այդ շեղում չկա, էլի։ Եվ ինչ վերաբերվում էր միջազգային գործընկերներին, բոլոր միաբերան ասում են, այո, եկեղեցականները, այդ եկեղեցի բառը, որ ասում եմ, ինձ ցավ եմ զգում, բայց եկեղեցականները շատ դեպքերում օգտագործվում են նաև քաղաքական պայքարի համար եւ այդ ամենքան ակնհայտ է, այնքան լուրեր, այնքան մեծ ռեպորտաժներ են դրա մասին պատրաստվել, որ իհարկե մեր թեմայով նորություն չի որոշների համար։ Մի դրվագ կար վերջերս, որ մեր սիրելի օլիգարխի որդին գնացել էր Ամերիկա, մեծ հարցազրույց էր տվել Տակեր Կարլսոնին, եւ Տակեր Կարլսոնը ամբողջ հարցազրույցը նարատիվը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը քրիստոնեության դեմ է պայքարում, այսինքն մի հատ գլխագիր ջրածելներ, պատմական փաստերը խեղաթյուրվեցին, իհարկե ամեն ինչը գնաց քրիստոնյաների ուղղությամբ, այն դեպքում երբ կոնֆլիկտը, Ղարաբաղյան կոնֆլիկտը կամ այլ կոնֆլիկտներ կրոնական հողի վրա չեն եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ դնում է մի կողմ, բայց վերջերս էլ մի այլ մեծ լրատվական անդրադարձավ այդ հարցազրույցին եւ պարզ իրականություն ցույց տվեց, որ այստեղ ոչ կրոնական է թեման, ոչ հավատքի մասին է թեման։ Տեսնում ենք, որ մեր եկեղեցում ամեն կիրակի պատարակներ է տեղ ունենում, որին մասնակցում է մեր քաղաքական ուժը։ Տեսնում ենք, որ քաղաքական իշխանությունը այս տարիների ընթացքում ամենամեծ ներդրումներն է իրականացրել եկեղեցիների վերանորոգման, պատմամշակութային արժեքների վերանորոգման, եկեղեցական մասունքների Հայաստան բերելու մասով։ Ուզում եմ ասեմ, այդ թեզը, որ իբր Թուրքիայի պարտադրանքն է, չգիտեմ, այլ երկրների պարտադրանքը այնքան ծիծաղելի է, որ փաստերով Ավելին ասում են հանձնում ընդունում է տեղի ունենում Ռուսաստանը, քանի որ հեռանում է թույլ է, տեղը զիջում է Թուրքիային եւ հիմա պրիմիտիվ մտածողություն է ու ընդհանրապես արտաքին քաղաքականությունը մարդիկ տենց էմոցիոնալ են ընկալում։ Այդքան միատար, միահարկ բան չի, մեկը մեկի հետ լավ է, չէ, մեկը մեկի հետ բարի չէ, թշնամացավ, տենց չի լինում։ Ռուսաստանի Դաշնությունն էլ ինքը իր շահերը ունի Թուրքիայի հետ, համագործակցում են, այսինքն չի կարելի էլ այդքան պրիմիտիվացնել քաղաքականությունը։ Պատարակների մասով շատ կարճ մի դիտարկում Տիկին Մինասյան ասում են ումով եք անում այդ պատարակը, ուժայիններով, գործադիրի եւ օրենսդիրի ձեր ներկայացուցիչներով եք հիմնականում լցնում եկեղեցին եւ այդ պատարակները ոչ այնքան պատարակ են, որքան շոու։ Դեսում հասկանալ լոգիկան այդ հարցի։ Հո քաղաքական ակցիա չի դա։ Այսինքն մենք բան ենք, ակտիվիստ ենք, ինչ ենք բացել։ Ինչ են պատկերացնում պատարակը ինչ է։ Մենք գնում ենք եկեղեցի քահանայի կողմից մատուցված պատարակը լսելու։ Հոգևոր պատարակը լսելու։ Այդտեղ քաղաքականություն չկա։ Թե ումով, ինչով կարող արդյոք մենակ գնար։ Ձեզ ինչ։ Դուք որ այսքան տարի ընդհանրապես եկեղեցուց հեռու եք եղել եւ Այսինքն սա քաղաքական ակցիա չի, որ ինչ որ լրագրողներն են ավելի շատ դրան ուշադրություն տալիս, այդ ընդդիմադիր լրագրողները գնում են, փորձում են մարդկանց խոսեցնել, ինչ որ ներսում պայթյունը, վտանգ իրավիճակներ ստեղծել, մարդկանց են ուղարկում եկեղեցում գոռալու։ Մենք գնում ենք պատարակ լսելու։
Ինչ որն է հարցը էլի դրա։ Ամփոփելով Տիկին Մինասյան, որպես իշխանության ներկայացուցիչ, նաև որպես քաղաքացի, ձեզ մտահոգում է Ալիևի կողմից գիտնականներին իջեցված այդ հանձնարարականների հանգամանքը, երբ նա հանձնարարություն է տալիս, որ պետք է գտնեն կամ ստեղծեն պատմագիտական, քարտեզագրական հենքեր, որոնցով հետագայում կապացուցեն, որ մեր տարածքը իրենց տարածքն է։ Եվ ասում են, որ Ալիևյան ռեժիմը երկարաժամկետ կտրվածքով է աշխատում։ Ես նման արտահայտություն չեմ լսել, գտնել կամ ստեղծել քարտեզագիտական կամ գիտական եզրեր, որ ապացուցեն, որ մեր տարածքը իրենց տարածքն է։ Ես նման խոսք չեմ լսել։ Հիմա դուք ինչ եք տեսել այդ մասով։ Արևմտյան Ադրբեջանի մասին է խոսք գնացել, նաև այն, որ ռուսական քարտեզներում, ցարական ժամանակներում չեք գտնի Սևան կգտնեք Գյոկչա արտահայտությունը, որը որ ընդհանրապես չի խոսում մեր տարածքի ադրբեջանական լինելու մասին, որտեղ այդ ժամանակաշրջանում Ադրբեջան բառը ընդհանրապես չկար։ Կար Գյոկչա գրած Սևանի վրա, այդ քարտեզի վրա կոնկրետ, բայց Ադրբեջան ընդհանրապես չկար։ Պետք չի ծայրահեղացնել, պետք չի անընդհատ բորբոքվել եւ նյարդայնանալ այս խոսույթից, որտեղ ես կարծում եմ, որ Ալիևը կամ ընդհանրապես ադրբեջանական մամուլը, ադրբեջանական փորձագետները շուրջ հասկացել են մեր նյարդաթելերի հետ, այսինքն խաղում են, նվագում են մեր նյարդաթելերի վրա, որտեղ ամեն անգամ մի հատ հայտարարություն անելուց մեր ամբողջ մեդիան տրաքում է եւ տրաքում է շատ սխալ ձևակերպումներով, օրինակ ասում էին Ալիևը Սևանը համարում է Իրանը, ասում է Գյոկչա, տենց չէ ձևակերպումը։ Ձևակերպումը հստակ է ռուսական ցարական քարտեզներում, եթե գտնեք ժամանակին չկար գրած Սևան, կար Գյոկչա։ Եվ եթե մենք տենց խորանանք պատմագրության մեջ լիքը փաստեր մեր կողմից են ստեղ, չենք ուզում դրա մասին խոսել։ Չնյարդանալ, չբորբոքվել, իսկ ինչ վերաբերվում է մեզ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մենք բազմաթիվ միջազգային հարթակներում խոսում ենք նրա մասին, որ Արևմտյան Ադրբեջան թեզը, փախստականների հետ վերադարձի մասին խոսույթը չի նպաստում խաղաղությանը եւ խնդրում ենք մեր գործընկերներին կառուցողական խոսույթը խրախուսել, որովհետեւ այդ կառուցողական խոսույթի եւ խաղաղությանը միտված գործողություններն են, որ իրականության մեջ հողի մեջ կարող են բերել խաղաղություն։ Իսկ մեր տեսանկյունից հողի վրա արդեն տեղ են ունենում բաներ, որին կարելի է ուշադրություն դարձնել։ Նույն ղազախական ծորենի հետագայում այդ նավթամթերքի տեղափոխում Ադրբեջանի տարածքով դա քայլ է դեպի խաղաղություն, պետք է տեսնել այդ խաղաղությունը։ Նույն Հիկմետ Աջիևի հայտարարությունները, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է կարգավորման գնան, մենք ոչ հողային, ոչ տարածքային պահանջ չունենք միմյանց նկատմամբ։ Այս ամեն ինչը պետք է լսել, մենակ մի կողմը մի լսեք։ Շատ դեպքերում այդ մի երկրորդ կողմը ներքաղաքական խոսույթ է։ Իր երկրի ներսում տեղի ունեցող խմորումների արդյունքա, ոչ թե մեզ ուղղված խոսույթ է։ Բայց ես ինչքան էլ որ այդ խոսույթը ասեմ պետք չի բորբոքել, բնական է, որ մեզ էլ է անհանգստացնում եւ մենք բազմիցս բարձրացնում ենք։ Այսինքն աշխատանք տարվում է ամեն դեպքում իրենց այդ հնարած թեզերի, նարատիվների դեմ առնվազն միջազգային հանրության աչքի առաջ, որպեսզի նրանք ժամանակի ընթացքում չկարողանան իրենց հորինվածքները այսպես արդարության տեղ, հաշվի առնելով թե ֆինանսական ռեսուրսը, թե իրենց կարողությունները մասնագետներ վարձելու, չգիտեմ, համապատասխան լոբիստական աշխատանք տանելու եւ դրա արդյունքում հասնելու այդ հորինվածքները մի բան իրականություն դարձնելու։ Էլի մեր այդ վախերն են մեզ առաջնորդում, էլի մեր մոտ կա սենց մի հատ արտահայտություն արեցին ցեղասպանվածի ֆանտոմային ցավեր ունենք։ Միայն ոչ դա Տիկին Մինասյան։ Մենք Արցախ ենք կորցրել։ Մենք 30 տարի մենք գիտեինք, որ Արցախը մերն է, բայց հետո հասկացանք, որ Ալիևը կարողացել է աշխարհին համոզել։ Դա նրա արդյունքը չի։ Բա ինչի՞ արդյունք։ Դա նրա արդյունքն է, որ մեր իշխանությունները երբևէ չեն ասել, որ ինչ են բանակցում, որ ամբողջ աշխարհը չի ընդունում, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կա։ Չեն ասել մեր ժողովրդին, եկեք ճիշտ խոսենք, մեր ժողովուրդը միշտ մտածել է, որ կա Արցախ, մեր կպած մերն է, մեր պետությունն է։ Բայց չեն ասել, չէ՞։ Այդ նրա արդյունքը չի, որ Ալիևը ինչ-որ խեղաթյուրումներ է իրականացրել։ Բայց դրա հետ մեկտեղ մի ուրիշ բան էլ էլի, ես չեմ կարծում, որ
միամիտի տեղ ենք դնում միջազգային հանրության այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի պատմության մասին իրենց արխիվներում 10 անգամ ավելի արժեքավոր նյութեր կան, քան մեր մոտ։ Այսինքն դրանց մանիպուլացնելը, փոխելը, պատմությունը կեղծելը այդքան հեշտ բան չի։ Դու կարող ես քո հասարակությանը դպրոցից սկսած սովորեցնել ինչ-որ բաներ եւ կեղծել պատմություն, բայց միջազգային հանրությունը, պաշտոնյաները, երկրների ղեկավարները, երկրները չունեն այդ ամեն ինչը։ Իսկ իրանք շատ լավ իրականությունը գիտեն եւ ամեն ինչի հետ առնչվում են շատ ավելի խորը ու մեր մոտ անդադ ինչ-որ վախ կա, որ այո, պատմությունը կարող է կեղծել։ Ես չեմ բացառում, որ պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Իհարկե կա աշխատանք տանելու, բայց մյուս մասն էլ այդ վախը պետք չի մեզ առաջնորդի։ Մեզ պետք է առաջնորդի մեր օրակարգը, ինչ ենք մենք ուզում։ Խաղաղություն ենք ուզում, պետք է ամեն ինչ անենք դրա համար։ Քայլ առ քայլ բոլոր կնճռոտ հարցերը, խրթին հարցերը, դիվանագիտական ճանապարհով խոսելով լուծենք ու գնանք առաջ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։